90-ականները YouTube-յան ալիքը և Սովետ ակումբը, այսօր ականավորներից մեր հյուրն է Լև Օրինակի համար ասենք պոդքաստ։ Պոդքաստը մեր մոտ թարմ է, եկեք գնանք նկարենք, տանք, գնացեք։ Թարմ։ Թարմ։ Իսկ կիլոն ինչ արժի։ Ցավտանը մեր մոտ կիլոյով չի, մեր մոտ ժամանակով է, էլի։ Մի ժամը լավ է։ Գնացինք, արի։ Մի ժամ պոդքաստ։ Բարև ձեզ, մի հատ ողջուն ենք մեր լսարանին, Ես անդեղի Էլ ոնց են ասում։ Նայեք, հետևորդները կիսված էր 3 մասը, քոն ընդեղ է, Հա, իմ ընդեղ է։ կարելի է քո Բարև հետևորդներն ընդեղի ասեմ։ խոսում եմ շուտ։ Ներողություն։ Բարև ընդեղի իմ շատ սիրելի հետևորդներ։ Ես հիմա մի հատ գժոտ տեղ եմ գտնվում։ Կարող եմ ասել, այս այնտեղն է, որ ժամանակ առ ժամանակ կարաս այդ գազ քո անցյալ, ու եթե մատի թքելու բան ունես, կարաս անցյալի էջերը թերթես։ Այո։ Հերթով, Ես թերթով։ ասում եմ, Բարև, եթե Լևոն թքելու բան Հարությունյան ջան։ Հրիվետ, մխիթար ջան։ Բոլորիս կողմից ձեզ բարի ողջույն, որովհետև այնքան հաճելի է ձեզ հյուրընկալել մեր այս Օջախ։ օջախ ասեմ, այո, օջախ ասեմ, որովհետև շատերի համար սա որպես վերադարձ այն հին բարի ժամանակներն ու բարի գեղեցիկ օջախը, որտեղ որ այդ մթնոլորտը ամեն դեպքում կար, որովհետև հեռախոս չկար, որովհետև իրար հետ շփվելու առիթներ ունեինք ու շատ առիթներ ունեինք։ Ես գիտեմ, որ Լևոն Հարությունյանը, մեր հյուրը, մեր ընկերը, Սասունիքում ա ծնվել։ Անկախ իզնից, հա։ Անկախ քեզնից, բնականաբար դրան ուժեր են խառնվել, որ դու ծնվել ես, ու ինչ լավ որ դու ծնվել ես։ Եկել ես, հասել ես մեզ, մեր ժամանակները, չնայած ես էլ եմ այն ժամանակներից ծնվել, եկել եմ, հասել եմ այս ժամանակները։ Հիմա ուզում ենք խոսենք 90-ականներից, որովհետև մենք Սովետ ակումբում ենք, Սովետ գյուղում ենք, որը նախաձեռնել է մի հրաշալի մարդ ու մեզ տրամադրել է այս տարածքը, որպեսզի մենք կարողանանք զրուցել, խոսել, ոչ անձնական դաշտից, այլ ուղղակի խոսենք մեր ժամանակներից։ Խոսենք, բայց Խոսելու բան չկա։ խոսելու բան շատ կա, բայց ինչքանով է արտարացվում այն փաստը, որ մենք հետ գնանք 90-ականից։ Չէ, հետ գնանք ու շուտ հետ վերադառնանք, գնանք ու վերադառնանք։ Սերունդ կա, որ գնացել են, իրանց հետ գալու ճանապարհ չեն թողել։ Փարքասում մեր սերունդը հետ գալու ճանապարհն է, դրա համար մեծ ապրծփր խոսում ենք մենք երկուսով։ Հա, Հարութին չենք թողնում, որ մի Դե բառ Հարութ այն ժամանակ փոքր էր։ Հա, 84-ը գնացել։ Ամեն դեպքում պրիվետ, Հարություն։ Ազար պրիվետ։ Ոնց է սա ուտան։ Բայց ինչ ես Լևոնի նման խոսում։ Լավ է։ Այն որ չէ, մի հատ ներկայացում կա, մի ակումբ, հոտեպի նման։ Որտե շատ պատատա։ Որովհետև գալու է մի ժամանակ, բոլորս էլ սենց խոսելու ենք։ Պատմի էլի մի քիչ։ Ժամանակներից պատմի, որովհետև չեմ ուզում տարիքդ ասեմ, 74, 92 թիվ։ Ձեր ժամանակ է 74, 92-ը։ Հիմա 77 թիվ է կանում։ Ձեր սերունդը դոլարի կուրսը հիշում է, մերը բարձրացավ։ Նայ, դու նոր շատ լավ սկսեցիր հեռախոս բան։ Այն ժամանակ երբ որ ես հիմա շատ ընդունված այդ սևարկղը որ չկար, այն ժամանակ մենք ուզում էինք իրար տեսնել։ Իսկ սա այս հեռախոս հասկացողությունը նաև մեզ կտրեց իրար տեսնելու, այսինքն մենք զանգում ենք պրիվետ, բան այդքանով ավարտվում էր։ Հետո այն ժամանակ խոսալու թեման շատ էր։ Հետո այն ժամանակ իրար ասելու շատ բան կար, որտեղ այն ժամանակ բոլորս էինք լիքը, որտեղ այն ժամանակ կարդացած էինք, որտեղ այդ սովետական մտածելակերպ, այդ սովետական ոնց ասեմ, այդ մշակված ծրագիրը, սովետական ծրագիրը, կոմունիստական կուսակցության ծրագիրը բերում էր նրան, որ դու պիտի կրթքիստ լինես, դու պիտի կրթված լինես։
Այն ժամանակ դատարկ մարդկանց չէին ընդունում։ Այն ժամանակ ամենացածր խավը առևտրականներն են։ Իսկ կար սենց գաղափար մեկը բոլորի համար, բոլորը մեկի։ Այդ կզանգես Դարտանյանին կասեմ։ Ձյումային եմ զանգել։ Դե Դարտանյանը հայ է, Հա։ Բայց իհարկե կար այդ հոգեբանությունը կար, այդ մանկուց մտցնում էր մեր մեջ, այդ ուրիշ դպրոցեր, այդ ուրիշ ինստիտուտեր աշխատում այդ ամեն ինչի վրա, ու շատ մощի ինստիտուտ էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչքան հիշում եմ, $70 միլիարդ ծախսեց, որ այդ ամեն ինչը քանդի, ու վերջի շրջանում ասելա, որ ես դրա եռակին կծախսեմ, որ Ռուսաստանի Միացյալ Նահանգները էլ չլինի։ Ռուսաստանի Միացյալ Նահանգները։ Իհարկե դա շատ ժամանակի ընթացքում լավ մտածված մի հատ օրգան էր, որը 70 տարի ապրեց, ու այդ 70 տարվա մեջ ապրողները իրանք երջանիկ էին։ Եվ իրանց հոգեբանությամբ, եւ իրան մտածել, իհարկե կային մարդիկ, որ այդ հասարակարգը չէր ընդունում, կոմունիստական կուսակցությունը չէր ընդունում, դա այն խելառներն են, ծրվածներն են, որոնք այլ կերպ էին մտածում, իրանք գժեր էին, որոնք ի սկզբանե հասկացել էին սովետական միության այդ կոմունիստական կուսակցության մինուսները, իրանք տեսնում էին, մենք չենք տեսնում, մենք դրանով ապրում ենք։ Ասա որ սովետի ժամանակ գյուղի կյանքն էր եռում էր գյուղում կյանքը։ Գյուղացին սիրում էր իր հողը, գյուղացին հավատում էր իր հողին, գյուղացին հավատում էր իր գյուղսովետի նախագահին, որտեղ այն ժամանակ բոլորս միասին էինք մտածում, ու ամենակարևորը, եթե բան էինք ունենում ուզելու, բոլորս միասին էինք ուզել։ Հա։ Ես հիմա չգիտեմ դա լավ էր թե վատ էր։ Ինձ թվում է լավ էր։ Այսինքն դա պարս նկատի ունեմ մեղուների պարսի մտածելակերպն էր, էլի որ բոլորս միասին էինք գործում։ Բոլորս միասին մտնում էինք ինչ որ մեկի ընտանիքի կյանք։ Այմա այդ բաժանում են, թող բաժանեն, կամ ամուսնանում են, թող ամուսնանի, չեք մտել այդ մարդկանց կյանք։ Մխիթար Սամախոջյան, կյանքս ախպերս։ Նայ, այն ժամանակ, նայես լավ բան ասեմ, չթողեցիր ասելս։ Գներես։ Արա ինչ եմ ուզում ասել։ Նայ, այն ինչ որ մենք ունենք, որը թանկ էր մի քանի սերունդի համար, դիք սերունդերի համար։ Հիմա ուզում են վերադառնալ դրան, չեն կարողանում։ Երբ որ նայ 15 հանրապետությունը ոչ թե ասենք ենթարկվում էր, այլ լսում էր մի խոսքով, որ միասին էին կարող։ Այո։ Ուր գնում էր փողը ռուբլիներ, փողը գին ուներ, փողը ախպեր ուներ, փողը քուլ ուներ։ Այսօր փողը որփա։ Այսօր մեր դրամը որփա։ Ընկեր Հարությունյան, դուք կոմերիտական եղել եք։ Կոմերտական, այո։ Օրինակ ես եղել եմ Դու կոմերտական եղել ես։ Չեմ եղել։ Ես եղել եմ այն որ Կարմիր վստահ էինք ապրում։ Հոկտեմբերի։ Լրիվ հակառակ, հոկտեմբերից հետո գալիս է Կոմ։ Չէ, պիոներ։ Հոկտեմբեր պիոներ հա կոմերտես ես էլ եմ մոռացել, լավ ես հիշում։ Հա, դե Հարութի շնորհիվ եմ հիշում, որովհետև Հարութը այնքան լավ է 90-ականները պատմում, որ ամեն ինչ սկսում ես հիշել 90։ Բա մենք չենք սենց անիմաց ապրծուպար խոսում, գուցե Հարութ ասի։ Հաշամ, մի բան էլ դու ասամ, Ոնց եղավ, որ Սասունիկից տեղափոխվեցի Երևան, ինչի համար։ Սովորելու, թատրոն մտնելու, դերասան դառնալու։ Ուզում եմ երևանցի դառնալ։ Ստացվեց քեզ մոտ, պիտի ասեմ։ Չէ, չգիտեմ, ճիշտ ասած, ես այն ժամանակ ուզում էի կրկեսի ծաղրածը դառնալ։ Ճիշտ ես ասում։ Այո, ճանապարհներ էի ման գալիս, ես նույնիսկ ինչ որ կար ժամանակահատված կլոունի մոտ ասիստենտ էի աշխատում մի քանի օրով։ Անունը կհիշես կլոունի։ Չեմ ուզում հիշել, շատ լավ մարդ էր։ Շատ լավ ասա։ Այո, ու ինչ պատճառներով, խոսքով իմ պատմությունը շատ եմ պատմում, տեսեք հոգնելով ոնց որ հիմա։ Չէ, այդ պատմության մասին չի խոսքը, կարող ես չպատմել այդ պատմությունը, ուղղակի եկել էի որ դառնայի, ոնց որ թե ինչ որ բան ստացվեց, հիմա ստեղ եմ, ու ամենակարևորը մենք ունենք մի հատ քաղաք, որի անունն է Երևան, այն ժամանակ Երևան։ Այդ քաղաքները այն ժամանակա Երևանի մթնոլորտը ուրիշ էր։ Մի քիչ այն ժամանակ Երևանը վերևում սեր էր կախած։ Չգիտեմ, այն ժամանակ մեր խոսակցության թեման ուրիշ էր։ Հիմա տխրում ես։ Դա։ Ես գիտես, այն բախտ Երևանը քեզ տալիս էր հնարավորություն
ինչ որ ժամանակ մնայր Երևանում, բայց հետո ինչ որ ժամանակ հետո հասկանում ես, այս Երևանը քեզ սիրել է, թե չի սիրել։ Սիրելուց հետո քեզ տեղ էր տալիս։ Ինքը շնորհակալ եմ այս քաղաքում, ինձ այդ տեղը տվեց, ես հիմա այդ տեղում կամ, չգիտեմ, Նաև գիտեմ, որ դու անմնացորդ լավատես ես, որովհետև ինչքան քեզ ճանաչում եմ, երևի 90-ականներից, 2000-ականներից եմ քեզ ճանաչում։ Ընկեր Լևոն Հարությունյան ջան, իմ շատ սիրելի դերասան, իմ շատ սիրելի արտիստ, իմ շատ սիրելի ընկեր։ Դու անմնացորդ լավատես ես ու վստահաբար մտածում ես, որ լավ բաներ սպասվում են մեզ։ Դες ամեն ինչ աչքում, ես համոզված եմ, որ Տայիկ ջան, մենք մի օր նստելու ենք ու այսօր ընդհանրապես մի 5-6 ամյա մեր համար դառնալու գժոտանցյալ ու մենք հաստատ այս օրը հիշելով այն օրը որ պիտի գա այդ օրը մենք հպարտանալու ենք։ Չեմ ուզում ապրծել խոսամ, բայց Դու եթե ապրծել չես խոսում, անենց ենք հպարտանալու, ես կարամ չի երթվեմ։ պետք չի մի Որովհետև Աստված ցույց չի տալիս երթվեմ, իսկ եթե միտեղ Աստծո մատը խառն է դտնելու է, ու արդեն Աստված կամած սկսել է մեզ հասկանալ։ Ամեն։ Որտե միշտ էր հասկանում, просто մեզ միշտ հնարավորություն է տալիս, որ ինքներս մեզ անենք։ Մենք այն ինչ որ ինչին ես մեզ ինքներս մեզ անենք, լավ է։ ինքներս մենք անենք մեր գործը ու այսօր ինքը հասկացա, որ կան որ շատ ամեն ինչի միջով անցել ենք, ինքը մի օր հասկացա, որ այս ազգը մեղք է, ինչքան կարելի է սրանց փորձության ենթարկել։ Արդեն ժամանակն է իրանց կողքին լինելու, էլի։ Ես կարծում եմ այսօր թաթե այդ ուժը մենք կզգանք, ու առավելապես այդ սերը, որ ինքը տալու է մեզ, ու ունենալու ենք այն ինչ որ մեզ հասնում է, սենց ասի։ Լևոն Հարությունյան ջան, այդ շատ լավ է, ես ասում եի, չէ՞ որ դու լավատես ես, ես գիտեմ դրա մասին, բայց մի հատ ասես ամենադժվար պահերը 90-ականների եւ ամենահաճելի բնականաբար կային, բայց 90-ականներին դժվար էր, օրինակ թատրոնով իհարկե դժվար էր գումար վաստակելը, բայց թատրոնում կամ եթերով, օրինակ հումորային ինչ որ բան անելը դժվար էր, թե դա գտնում էիք որ օգտակար էր, որովհետև 90 թվականին դեռ դպրոցական էի, 89-ից արդեն դպրոց, մինչև 94-ը դպրոցական էի, հետո դարձա ուսանող եւ այլն եւ այլն եւ այլն։ Ողջան, նայ, սենց ասեմ, յուրաքանչյուր ժամանակաշրջան իր փող աշխատելու հնարավորությունը միշտ ունեցել։ Չես կարող ասես այս ժամանակ դժվար։ Ես հումորի մասին եմ ասում, հումորը Եվ հումորը, եւ թատրոնը, եւ մշակույթը, այն ժամանակ կային մարդիկ, որոնք հասկացել են, շնչել են այդ ժամանակաշրջանի օդը ու հասկացել են, որ դե ես կարող այդ գումարը վերցնել կամ ինչ անել, որ դրա դիմաց գումար ստանել, մարդիկ կային։ Հիմա անուններ չտամ ու պետք է չի որ տանք։ Ես տեսակով տենց չկարողացա առանձնանալ ու ասել ես իմ հումորն է, կայնի հումոր անեմ, փող աշխատեմ, չէ։ Բարձա։ Չէ, իմը տենց Այդ երևացել է, որովհետև դու ամեն կերպ երևացել ես։ Ես օրինակ Միշտ երևացել ես։ մեր ժամանակ նույնիսկ երեխաների համար ես շատ կարևոր բաներ Միգել արել։ Ստեփանյանը, երբ որ ստեղծեց մետրո թատրոնը, մենք խաղում ենք տոնազարային ներկայացումներ, ու այն ժամանակ մեր թատրոնը ստանում էր մեր թատրոնի դերասանները ստանում էին ամենաբարձր աշխատավարձը։ Այն ժամանակ sense շապենք օղին 7 քանիս էր, մենք ամեն սեանսը ստանում ենք 22 ռուբլի։ Ու երեքա տողի էիք ստանում։ Եվ մենք օրեկար խաղում ենք 5 սեանս, 7 սեանս։ Միգել Ստեփանյանը լավ պրոդյուսեր է, լավ մենեջեր, ինքը լավ կարողանում էր այդ ամեն ինչը կազմակերպել, ու այդ շրջանում ամեն օր, ու գիտես ոնա ներկայացում, բայց մենք հաշվապահություն Օղիները վերցնում էին, գնում էին։ Մարդ վերցնում է, ու գիտես նույնիսկ այդ յուրաքանչյուր յորկայից հետո մեր քայլվածքն է փոխվում մինչև դեկտեմբերի 13-ը։ Հետո ռեսկի սնականում էինք, հետո տրվում էինք մշակույթին, հետո ինչ-որ ժամանակ հետո հասկանում ենք, որ մշակույթով չես կարող տուն պահել։ Մշակույթը։ Հետո մաներ գալիս ու ես տենց անիմաստ մտածելակերպով փախա Մոսկվա։ Գնացի Մոսկվա, ես չեմ մտածել։ 93-ին գնացի, 96-ին հետ եկա։ 94-ին արդեն հաղթեցինք, չէ՞ մենք պատերազմը վերջնական։ 95-ի վերջերին ես սկիզբերին հետ եկա մի խոսքով, ալճիշտ հետ չեկա, ինձ զորով ուղարկեց իմ ընկերը։ Ու ես այնտեղ իր մոտ իր ֆուրերն էի դատարկում շոմպայներ բերում։ Ես էլ եմ տես գործեր արել։ Ինքը մի օր եկավ սեղանից գումար դրեց ինչ-որ։ Իմ ինքնաթիռի տոմսերը, ասես կնի գնաս Հայաստան, եթե բան պետք եղավ, ես քեզ տեղից կուղարկեմ։
Ուղղակի գնա քո գործով։ Ո՞վ Հայաստանից իրան գրել էին, որ այդ Կարքին Չէ, դերասանին, ինքը- արտիստին ուղարկեք Հայաստան Ինքը ինքը գործ երևի ունի անել։ այդտեղ շատ զիլ որոշում կայացեց, որը ես չէի կարողանում։ Չէ, իր համարձակվում։ Երևի, հա, ես շնորհակալ եմ այդ իմ ընկերոջը։ Այո։ Ես շնորհակալ եմ իմ ընկերոջը։ Անունը կասես։ Հրայր, Ուխ, Հակոբյան Հրայր։ ես էլ եմ շնորհակալ Հրայրին։ Հրայր քեզանից բոլորն են շնորհակալ։ Մենք շնորհակալ ենք Հրայր ջան քեզ։ Ես չտենց մխիթարշան, ու եկա։ Բայց տխուր ասեցիր ու եկա։ Մենք մի քիչ ուրախ օրեր ենք ունեցել Չէ, քեզ գիտես, հետ։ մեկ ուրախ բաները կարելի է ոչ թե տխուր ասել, այլ հոգոցով, Հա, հա, որովհետև այդ պահին որ եկել էի չէի գնահատում, հետո եմ հասկացել, որ ճիշտ եմ արել եկել։ որովհետև դու որ եկան լսվեց եթերը, քեզնով, մենք ուրախացանք, հետո ներկայացումները ամեն շատ մեկ իր տեղ ունի, ներկայացումներ եմ նայել։ մխիթար ջան, ամեն մեկ։ Իսկ Այն Ուիլի ժամանակ Քիթի ջիկն եմ նայել ու երեքն էլ մի աղջիկ այն մետրո ժամանակ թատրոնում քեզնով մենք այն ժամանակ իրար շատ Արալեզը եւ այլն եւ այլն։ մենք այն ժամանակ իրար շատ ենք սիրում։ ճիշտ ես։ Մենք այսօր խնդիր, այս ժամանակ մեզ ոչ ոք չեն ուզում բաժանել, հակառակը մենք ճանապարհ էինք ման գալիս իրար գտնելու։ Այն ժամանակ մարդ գտնել այնքան հեշտ էր։ Հիմա է դժվար դարձել մարդ գտնել։ Մարդ գտնելու մարդ մնալ, դա քուրջ եմ ասում։ Այսօր ամենա բարձր վարույթան գիտես որնա որ կուրսը երբեք չի գնում 30 արծաթը։ Հա, Այսօր ամենաթանկ ու կուրսը մշտական պահած այդ 30 արծաթն է։ Ու այսօր այդ են գինա որ լիքը մարդիկ այդ գնով մի խոսքով։ Չգնանք տխուր։ Դաշտ։ չէ, բայց ճշմարիտ ես ասում, տխուր չի։ Մի հատ կանքին ամենապայծառ դաշտերն է, որ ձեր գալով ստրինչքան կարևոր գործանցիկ երեխեքի համար։ Ցավատամ շնորհակալ եմ այդ բանի համար։ Ես բան չեմ արել։ Նո, երեխեքի համար ես եմ։ Մենոր օրինակ մի հատ մեծացել։ Շնորհակալ եմ։ Մենք մեզ Նույնիսկ այն սերունդն է մեծացել, որ Լևոն Հարությունյանին հիմնականում սենց բանեն անում, ասոցիացիան որ յո-յո-յո-ը, հիմա բոլոր հեռախոսների համաձայն կա, որ Այբենանը դա իհարկե Հրանտ Թուխաչյանի եւ Արմեն շատ Համբարձումյանի լավ է։ պրոյեկտն էր, դա հա ես ընդեղ ուղղակի մասնակից եմ, բայց իդեան Արմեն Համբարձումյանն ու Հրանտ Թուխաչյանն էր, որ դա ոնց որ Հրանտն ու Համբարձումյանն են ասում իսկ կյանքում ինչ արել ենք ամենամեծ բանը որ արել ենք դա եղա Այբենանը ուղղակի դա չկարողացանք պահենք նու պահել ենք ինքը կա Հիմա YouTube-ով որ ասես YouTube-ին ասում ես ինքը ինը սերիա է ես չեմ կարծում որ բոլոր սերիաները կա բայց ես համոզված եմ որ Հրանտ Արամիջի մոտ մնացած կլինի նույնը եւ բնականաբար ես դա հիմնականում շատ կարևոր մեծ օծումներ էինք ստանում Սփյուռքից ես այդտեղ իմ բանը չունեմ ես ուղղակի աշուտ շնորհակալ եմ որ ինձ հրավիրեցին այդտեղ ես այդտեղ եղա կարար իմ տեղը լրիվ ուրիշ մարդ լիներ բայց ես միշտ ինձ համարում եմ բախտավոր մարդ որտեղ Աստված ինձ միշտ տվել այդ հնարավորությունը որ այդ տեղերում լինեմ որը ժամանակին գար ընթացքում շատ մարդիկ են շատ տեղերում բայց ինչպես լինել է դա կարևորը Լևոն ջան ճիշտ բան ճիշտ տեղում է Սամոս ֆրազա ինչպես լինել, այսինքն հիմա մարդիկ կան, ինչ որ տեղերում են, կան, բայց ինչպես կան, հենց դա կարևորը։ Գիտես ինչն է ամենակարևորը։ Տակ ես իմ անիմաց ամենից ճանապարհից հասկացել եմ իմա։ Արա չխափելու անկեղծ մնալ լուրջ եմ ասում։ Դա ամենաթանկ բանն է։ Մեկ-մեկ դրա պատասխանը շուտ է ուզում ստանաս։ Դրա համար կոտրվում ես։ Երբեք մյուզիկ դրա պատասխանը։ Ոչինչ դու ստացած ձերոն կամ պայման կստանան։ Այդ ամենազիլ բանն։ Այսօր այդ մեզ խանգարում է լիքը մարդկանց։ Այսօր մենք որ իրար չենք կարողանում իրար հետ լինել։ Դա դրանից որ մենք իրար արա մեզ սովորացնում է խափել այդ ահավելա։ Դա զզվելի է։ Ոնց որ դա Պատվիրաններից մեկ իջեցի մի խափիր։ Հա։ Իսկ այսօր մեզ սովորացնում են այդ։ Ռաշնանալը ոչ։ Չէ ձերատորից։ Չնանալը ձերատորից։ Տրեկով ենք դասած դա համար։ Բայց քաղցր բաները ասա որ հիշողությունները գյուղը
քաղաքը, Իհարկե, ուսումնարանը, մետրո թատրոնը, այդ ընթացքում, հա, Վահանը, Վահան չէ, թե Հրայրը, հրայրով։ ընկերդ, որ Հրոն հակում։ Հրոն, հետո Հրոյի այդ նախաձեռնությունը Նայ իրանք եկան ինձ Երևանից այդ 92 թվին իրանք եկան ինձ տարան Մոսկվա, ճիշտ եկան սեղանից փող դրեցին, ասին հելարի։ Ես ոգերով այլա գնացի, այդ իրանք հասկացան իրանք սխալը, ռեսկի։ Չէ, հել գնա։ Հել գնա։ Այդ շատ տես այն ժամանակ այդ մոտու ցուրտ, ուզում եմ ասեմ մոտու լույս, հետո իշեցո լույս եղա։ Այդ մոտու ցուրտ տարիներին այն որ հավաքվում էինք միտեղ, կարող ասենք, երբ որ մենակ էր այդ մամի լույսի տակ հանգած քեզ զբաղմունք էր մանգալիս, երևակայություն էր բացում, արանքում սկսում էր թեթև երազել, մեկի երազանքդ կիսած էր մնում, երբ որ լույսերը տալիս էին, ու սկսում էր ուրիշ կյանք։ 2 ժամով էին տալիս բայց։ Դա, բայց ասենք այդ օրերի ամեն օրը ինքը ուներ ինչ-որ սենց ելևեժներ, այսինքն լույսը կտրվավ, հանգստություն մեկը մի հատ ուրիշ հետամ, մեկը հարևանները ասեցին արեք կարտոշկա ենք բերեցին, այս սենց հույզերը արագ ոնց կարելի է այդ ժամանակվա մասին սենց խոսալ, էլի, այդ լույսերը չլինելու, այդ գազը չկար, ամբողջ բան չկար, բայց սենց ենք հիշում, էլի, որովհետև կար սերը, ասած երբ որ Նիկոլայ Իվանովիչը իր կուրսին բերեց մետրո թատրոն, դա մի հատ կորիզ էր, որը երբեք չէր ուզում տուն գնալ։ Ու այդ թվերն էր։ Այն ժամանակ տրանսպորտ չկար։ Մենք չենք ուզում տուն գնանք, որտեղ ամեն օր ինչ-որ մեկի տանը պիտի գնայինք։ Այն ժամանակ մինչև հիմա իրանք ապրում են Մասվում, Նիկոլայ Իվանովիչը։ Մենք ոտով մեր երրորդ մասից գերլում ենք Մասիվ, դե ժամանակ ենք անցկացնում ու ոտով հետ ենք գալիս։ Ու խնդալու նա մենք չենք հոգնում։ Մենք գալիս ենք ասում ենք այն կետը, որտեղից պիտի գնայինք տուն, ամեն օր Գայի արձանն էիք տեսնում, չենք հոգնում, հա։ Ասում ենք, այս կետից հետո ինչ տուն, ուրիշ կետ ման գա, այդ ուրիշ կետը ման գալով տենց օրեր ենք լուսացրել։ Խենթանալու օրեր։ Մտնում ենք ցուրտ սենյակ 9 հոգով, շատ ցուրտ էր։ Տաք ենք հագնված, ընդհանրապես կես ժամ, մի ժամ հետո այդ սենյակը գիտես ինչ տաք է։ Հա, չգիտեմ, այդ կարամ ավելի մանր ավելի բան ասեմ, բայց Ասա։ չէ, Սավա հուզվես, դե մենք էլ կհուզվենք, ոչինչ, դու մենակ չես։ Չէ։ Մի քիչ բաներ կա ուզում եմ պահեմ իմ համար։ Լավ, պահի։ Հա, մի հատ էլ պոդքասթ չէ, պետքա գնաս։ Դա, Ստեղից է։ այսօր 3 հատ պոդքասթ ունեմ, այսօր ջեն պոդքասթով։ Ինչ դարձավ այդ պոդքասթը, ինչ դարձավ, բայց հաճելի է, ոնց որ նստած իրար հետ զրուցում Հիմա ենք նայ, տես նույն եկանք այդ բանին, այսօր սա անկես խոսակցությունը զմանը դերել են պոդքաստ ու գանք իրար հետ շփվենք։ Լուրջ եմ ասում։ Բայց պարապությունից չի, դա ուղղակի տենց հիշողություններ են, բաներ են։ Ես օրինակ չեմ սիրում անձնականից հարցնել, չեմ սիրում տենց ինչ-որ ուզում այսպես խոսենք։ Տեսակը միշտ է տեղի, քո դու երբեք քիթդ չես խոթել ուրիշի անձնականի մեջ։ Այո։ Դա համար փողը դրանից է գալիս։ Հիմա եկեք մի հատ բան հասկանանք։ Նայ, կամերաները որ հանենք, մի տեսակ ինչ-որ բան կարող է փոխվել, որովհետև հիմա գիտենք, որ նկարում են, մեր առաջ զադաչ։ Ես ոչ եմ մոռացել։ Հա, ես էլ եմ մոռացել, հիմա տես նոր բռնացել, որ զադաչը խնդիր կա դա։ Խոսալ բան։ Աջան։ Ես խոսայի դու։ Ասում որ կամերաները հանեն, ես նորմալ խոսա։ Հիմա էլ խոսա։ Ալերգիա։ Այն ինչ որ ասեմ, իմ համար կամերան ահա որ էգոիստ երևույթ է։ Ինքը միջդեպի քեզ, միջդեպի։ Դա չէ ինքը օբյեկտիվը վերցնում է 100%, լավագույն դեպքում հետա տալիս 40%։ Նու կարա 50 լինի լավ դերասանի ու լավ օպերատորի դեպքում։ Բայց ինքը էգոիստ է։ Ինքը միշտ իր փայն ունի։ Այսինքն օբյեկտիվը վաղուց ունեցել է իր սաշիկը, պրոստը մենք չենք իմացել։ Ես չմտա չէ քաղաքականություն։ Կարող է կտրեք, նայեք։ Вообще չես մտել, вообще չես մտել քաղաքականություն։ Ընդհանրապես։ Չէ։ Մեր ֆոնին տենց Գալուբոյ ագանյոկն է 84 թվի։ Նայ ժամանակ Գալուբոյի բառը
նենք ինքը գույն էր։ Հա։ Հիմա դա ուրիշ բան է դարել։ Օրինակ կար Դու ոобще քաղաքականությունից չեմ խոսում։ Չէ, вообще Չէ, նայ, օրինակ Голубоева Չէ, ուրիշ բան չենք պատահում։ Ինքը ուրիշ իր մեջ հեքիաթ կար, այդ հեքիաթներ են վախտռ է, հասկանում ես։ Լուրջ եմ ասում, եկեք անկեղծ լինենք։ Հələ նայեն այն ժամանակվա նոր տարվա բաները, ընդհանրապես ինչ անկեղծություն կար։ Հիմա տես մատից ծածած բաներ են սիտուացիաներ են գտնում, որ ժողովրդին խնդստեն գդիկ տան, չէ, ժամանակ դրա կարիք չէ, այս ժամանակ կարևորը ներսն է եղել, Մախոջան իզից լավ գիտես։ Այս ժամանակ ներսի համար էին անում, նորմալ բանը, մի չեն ասում տեմպ, давай տեմպ, ստե պետք է խնդստենք, давай գդիկը գնաց։ Կարո Հարապետյանը գնաց Այս ժամանակ մենք բան, սև աչերով, դրա տակ հարսանիքներ էին կանում, ժողովուրդ։ Այդ շրջանում մենք այդ երկերի տակ էինք հարսանիք անում ու լավ էր անցնում։ Վրանում ես արել հարսանիքը։ Ես հարսանիքը տանն եմ արել ու պրիտոմ իմ գյուղի տանը չէ, դե ես գյուղից նոր եկե քաղաք։ Կնոջս տանն ենք արել։ Մեծ տուներ։ Սեփական տուներ։ Դե հա։ Բակում թե հենց տան մեջ։ Տան մեջ։ Նիկոլայ Երվանդիշն է իմ քավորն ա եղել հարսանիքս։ Ինչ ես ասում։ Միջիգիտեմ փոշմանելա թե չէ, բայց ես երջանիկ եմ, որ ինքն է։ Երևի չէ հիշում հիմա։ Հիշում ա։ Քեզ ինչ ասում Սանիկ ջան, բան, հա։ Սանիկ չէ, սա Նիկոլայ Վանջից ասում անգեր։ Ես երջանիկ եմ, որ դիտխոսին արժանացել եմ։ Լուրջ եմ ասում ինքը, ասում է շատ քիչ ընկերներ, որ դու հիմա իմ ընկերն ես, որ հիմա ես այդ մարդուն ասում եմ շնորհակալություն։ Արժանանալ այդ դիտխոսին քո ուսուցիչի հետ դառնալ ընկերը դա։ Հա, այդ շատ կարևոր բան է։ Իսկ նոր տարուց որ խոսենք ինչ կասես։ Ընկեր Հարությունյան։ Հիմիկվա չէ, հանի եմ ասում կարող։ Խնդրեմ։ Դե 90-ականներից։ 90-ականներից։ Այո։ Սևան այսօր ինչի ա մեղք։ Որովհետև հարցադարձ է։ Սիգայով քանի տարի Ահա։ Սիգայի կոտլետ, սիգայի ստոլմա, ես։ սիգայից ամեն ինչ։ Այն ժամանակ հիշում Պելմենի։ ամեն ինչ ջուկը 20 դրամով, ասենք մենք 3 հատին 100 դրամ, թե 4 հատին 100 դրամ փող էին տալիս, աղում ենք 20 դրամ էր ավա։ Իսկ դուք հիշես որ սիգայի այդ միսը աղում էինք։ Դա տոլմա եղավ։ Շերով մշերով խառավ, բանով սաղաղում էինք ու անում էինք կոտլետ, տոլմա կասած, հա։ Լուրջ եմ ասում։ Ես այսօր կարելի է ֆռալ ու այդ ձկանը ասել շնորհակալություն, որ մեզ ձկանը մեկ էլ Պարսկաստանին, հետո ընդդեմ ուղարկած Պեչենիներն են կոթում ինչ-որ Հա, ոչ չեմ։ դերբիները։ Մեր դպրոցում է։ Հա։ Կաթի հետ պեչենը։ Յուպի սոկերը։ են։ Հասկար այսքան սոկը։ Բայց յուպի սոկով նույնիսկ նոր տարվա սեղանին է յուպի սոկը բացվում Այս փոքր սոկը դառնում է 2 լիտր։ Ամենասկզբում ճոխություն։ Արո համով էր էլի։ Հա, դա քիմիայի բան Շատ տակավոր էր, բայց շատ համով էր։ Մենք այդ շրջանը անցանք, բայց մենք չգիտենք ինչ բան է սուկը։ Չիմացանք, որովհետև դեռ մաքուր բան կար, հիմա է որ ամեն ինչ սախ դες հորինված, այսօր ուտելիքն է հորինված։ Դիսին։ Բայց նոր տարին այդքան չնայած հորինված բաներ ունենք, էլի վարկային գից բանման, որ բացում են մեկ էլ առևտուր են անում նոր տարվա սեղանի համար խենթանալու բան է, էլի։ Մարդու այսօր վարկածը, որ դու կարդում ես, Զերի գծի մասին խոսք է դարավ վարկային գից գինալի ես գտել այդ։ Շատ լավն է։ Հա, այդ նիպանյատ առաջ մի հատ գիծ կար, որին հավատում եք, մի տարբեր գծեր են, որին չենք հավատում, որի հետևից գնում ենք, բայց հետո միշտ ստորացած հետ են գալու։ Այդ գծերի մասին է։ Որը զզվել է։ Էլի ամեն դեպքում հետո նայեք, այս ժամանակ իրար տուն գնում էինք, որ չգնանք դա ամոթ էր։ Ես ուզում եմ հասկանամ դա լավ էր թե վատ էր։ Արա լավ էր։ Դա ինչ-որ տոն էր, հա, պետք է գնայի, որ չգնամ, նեղանան, արա ո՞ն։ Որ հարևաններով էին։ Այսօր հիմա մեկի տուն գնում ես դրա համար է նեղանում, ոչ թե որ չես գալիս դրա համար է նեղանում։ Հիմա լրիվ ամեն ինչ շուվա է գլխի վրա։ Այս ժամանակ մտածում եք, արա այս բանի տունը չգնամ։ Հիմա զանգերս հարմար է, հա։ Լաուրա գնում են մարդ։ Լաուրա։
Laura. Հիմա Լաուրա է Հա, գնում։ այս Լաուրա, ինչ Լաուրաներ կային, լավորեր կային։ Այդ լայով սկսում եմ լիքը բան խառնում եմ ես կյանքում։ Շատ բարապողվեն առաջվա մի քանի օր չեմ։ Էդի հոսանք տարդեին դե շուշուտ են հիմա տանում։ Տանում են, հա։ Հարապետության մի հատ բան կար պուչի ժամանակ։ Այդ նամյակն է նրա որ կարող է հետ գա։ Մեզ կամած պատրաստում են դրա։ Իսկ այն ժամանակ մեր մոտ շատ ռեսկի սկսվեց մեկ դրան պատրաստում։ Պատրաստ չէինք։ Իսկ հիմա եթե ռեսկի տանեն, ընտելացնում են։ ընտելացում են, հա։ Բայց էլ ասա, ինչ է փոքրիկ բաներից էս։ Սիտակ նոր տարվա օրերին հատկապես մեծ հետարքի զբաղմունք կար։ Մանդանի կլեպը սախում ենք։ Պզում է։ Մամա չծում էր։ Կրակը թեժանում է։ Հա։ Դա հիմա մանդանի կլեպի մեջ չկա այդ հյութը սխում ես։ Փորձել ես։ Փորձը Ես այսօր այդ անգամ փորձը ձեռս փորձ կամ մանդարին արել։ Բայց մոմ կա տանը գոնե։ Մոմ հարիբանից կվեց։ ես կամ արեդով ճարը։ Բայց հետաքրքիր բան այսօր գնանք ու փորձեմ։ Հեսա հաղորդումը որ հաղորդումը դե Ամերիկայի հայերից շատերը տենց հաղորդում են, չի ասում։ Հաղորդում։ Հա, հաղորդավար։ Նես լավ հաղորդավար եք դուք, ձեր հաղորդումը շատ ենք հավանել, նսել հաղորդում, հա։ Հետո այն օրից մեր պապիները ավելի իսկական են։ Ես ինչ է իսկական է ժամանակ, ստե կարմիր էի թշերը, քթիկը կարմիր, ասենք օրենքներ կա որ պահում էի։ Ամերիկա բամբակ չպսնում են։ Ու բիդոմ բանդես ներքեն է, բերանը բաց է, այս բամբակը ներքեն, այս բերի բամբակը Մի ներքեն։ օր առաջ, մի քանի օր առաջ, բացի այն որ վերջերս ինձ հրավիրեցին մի հատ մանգապարտեզի, շատ լավ մանգապարտեզ էր, տոնական տենց նավագոտնի բաներ, աչոտ բաներ, հաշվետու համերգ էր, ես աննենց հաճույք եմ ստացել, ես ոչ մի բան չունեի այնտեղ անել, ուղղակի ինձ խնդրել են որպես բիզուկ ելնեի բեմ, ու ես երջանիկ եմ, գիտես այդ ինչ անկեղծություն կար, գիտես այդ ինչ կար, հիմա մենք մեծ պրոբլեմ ունենք։ Ոնց որ այսօր մեր զրույցի մեջ, ասա շարունակիր։ Մախչյան, լուրջ եմ ասում, այդ երեխեքի անկեղծ, ես ասում, արա հորս, անես կուզենայի կարանայի բեմի վրա այսենց անկեղծ լինեի։ Լուրջ եմ ասում, ես պիրազսկի ես վերջի շրջանում ես նոր եկող սերնդից ներողություն եմ խնդրում, գիտես խի, որտեղ մենք իրանց բան չենք թողնում տղեկ, լուրջ եմ ասում, պրոստը բան չենք թողնում։ Մենք այսօր քինտո ենք դարձել, որ դատում օրուտում ենք, մենք այսօր ոնց որ մեր գեղի Հովանես գսերը օրմածի, Մերկերի, հա։ Սասունցի Չաուշի հետ մի օր Խերոլորում ասում էր։ եկան պատերազմի դաշտից եկան տուն, մտավ տուն օրմածիկ Հովանեսի մերսից դրա մի հատ հավ բերի ժարի տենին գոդին քետնես մեր կոդոնը շենվի հավի փող ունենայի գիդայ զենք կառնի սես հացու պանիչին բե բաժակ արախտու սա արախծր հայրենիք տրստամոքսն է դարձի արա Սեր հայրենի տենց ու այսօր այդ երեխեքի անկեղծությունը որ տեսա մտածում եմ վաղ մենք այդ անկեղծությունը որ կա մենք իրանց ինչ ենք թողնում ու հետարքիր բան կա մի հատ էլ ուրիշ տեղ էին գնացել Ջունանուշիկա որ միջև այդ բեմի վրա հա հիվա բան ու դուրս երեկե մի հատ տեղ կա որ երեխեքա բաց մուտքից առաջ Ջունանուշիկը ծխում դե լավ էլի մի ասա Բայց հեքիաթը տենց ասում եմ լավ մարդ չկան այդ աղջկան մոտենար ասել բալա գոնե մտին դեղ ուրիշ տեղ ծխի երեխեք ջան մի լսեք այդ Երեխեքի չեն նա։ Այն ժամանակ, ասիկան այդ մշակույթ այդ էսթետիկան կար, որ ընդ կանոր սերուն բաներ կա, որ ընդ պետք է չարվի։ դե որ ձմեր պապ Այսօր այդ բենզինա լցնում այսօր այդ սերունդը, այսօր այդ ծխող սերունդը դա համարում է ազատություն, դրա անունը ազատություն են դրել, չէ, դա այդ ինձ սվաբոդա հայերեն ասած։ Այդ ազատություն չի, դա լպիրշություն է։ Ու ես հասկացա մի բան, որ ես 30 տարիների ընթացքում մի 4 սերունդի հեր անցել է։ Առավել եւս այս 5000 հոգին չեմ մտնում այնտեղ, ուղղակի մի երկու վայրկյան խոսամ մեր ցավից։ Այդ 5000 հոգին, որ այսօր չկա, այդտեղը մեծ դատար կա։ Եթե մենք այդտեղ չլսեցինք, չգիտեմ ինչով։ Երևի մեր անկեղծությամբ, երևի այդ երեխեքին ինչ-որ բան տալով, ես չգիտեմ, ես պրոստը հիմա այս բանի։ Մենք մի հատ մեծ փոսի առաջ ենք կանգնել։
վերադարձնել։ Այսօր պետք է լինենք նոր սերնդի կողքին ու իրանցի ճիշտ ոչ թե քայլեր սովորացնենք, իրանց բան մի քիչ սովորացնենք։ Ուղղակի Պրոստը ոնց որ այսօր քիչ առաջ խոսա, պետք է իրանց հետ ընկերություն անի։ ճիշտ է։ Մի խոսքով տենց խիտ կոմ գնացի, դու լավ արեցի։ Որովհետև Եթե ուզում ես նոր տարվա հեքիաթը վերադառնա։ Ամեն անգամ չի որ կարաս, ամեն մարդու մոտ չի որ կարաս քո ցավից խոսաս։ Այսօր են մտնորդա որ դե մի պաուզեցի ես իմ ցավից ձեր հետ կիսվեմ, որտեղ մաքուր տեղա մի խոսքով ուրախ եմ։ Հա, նոր տարի ասեցիք հիշեցի։ Կանման արել եք թե։ Չէ։ Երբ թողնան Հիմա ես վերջին ուզում եմ ոչ թե դրանով ինքնահաստատվեմ կամ առանձնանամ։ Լուք ես չգիտեմ ինչից է, եկեք մի հատ իր հետ ես չեմ ուզում այս տարի ոչ մի բան անել։ Ոչ թե նրան տաննես, բայց տանն եմ դիմավորելու։ Հա։ Նույնիսկ նոր տարվան առաջ միշտ կար, գիտես, գործենք բան, նույնիսկ այս տարի եթե չկա, այսօր ես որոշել եմ, որ պետք է մնամ տանը։ Չգիտեմ խի, բայց դրանից չեմ նեղվում։ Բայց նույնիսկ եկը միացնես։ Հա, բայց դաժե նույնիսկ հիմա սպասում եմ այդ օրվան։ Երբ պետք է ինքը շուտ գամ, այդ հասկանամ էդի չէ, բայց Իսկ հարևաններդ գալիս են շնորհավորելու։ լավ բան ասեցի, նայ։ Որովհետև գիտեմ Մենք նաև փորձել ենք մի հատ գինյալնի բան։ Երբ որ Փարիզում էինք, արա մոտ մի 3-4 ամիս այդ տեղում տենց ապրեցինք, նո ստացվեց այնց։ Արա ոչ մի հարևանին չէր ճանաչում, չգիտեին ինչա։ Արա ասում եմ, սա խիտ է։ Արա ես հետո իմ համար անալիզ անելուց հետո ասա, այն ժամանակ 90-ական թվականներին, արա հարևանը աշխարհի ամենաթանկ մարդն է, որից գնում էր, չգիտեմ, Ռոզա մաման ասում է 2 հատ զուտուր, վաղը չեմ իսօր կտամ կամ մի բաժակ շաքար, մի քիչ կոֆե, արա չենք ամաչում ուզելուց։ Մեզ գնալուց հետո չեն ասում ուզվոր։ Դրա մեջ անկեղծություն կա։ Հիմի ամաչում ես գնաս ինչ որ բան չուզես էլի ասես պետք կա։ Այս ժամանակ դաժե հարևանը ուրախանում էր որ իրանից գալիս էին բան էին ուզում։ Ինքն նշանակված էր, ոնց ասել, նշանակություն են տվել, ուրիշ բանը։ Իսկ հիմա դրա անունը դրել են չարչից, չէ, չարչից։ Ավանարինջի մեր շենք։ Ու դրա համար այս դիվիժնում դրա համար հարևանի համար թանկ է։ Այո։ Հիմա վախենում են հարևանություն անել։ Լսի մեր հարկում 4 բնակարաններ, մեր դիմացը Մուկուշ Ձյաձյան Գոհարցյացյան, այս կողքը Նորիկ Ձյաձյան Էմացյացյան, այս կողքը պապին ու տատին էին իրանց տղայի ու բան ընտանիքի հետ Արամ պապին ու Ասիա տատին իրանց տղայի ընտանիքով ապրում էին։ Լսի մենք ամեն տարի նախ գնում էինք մեծի տուն, այսինքն Արամ պապի եւ Ասիա տատի նոր տարին մեծի տուն։ Այդ հարգանքն էլա կորել ու գնում էինք այնտեղ նոր տարին շնորհավորում էինք ու սկսում էինք էլի տենց տներով մտնել ու վերև ներքև մենք տենց հարց չունեինք 9 հարկ գինյալնի բանա սկսել եմ մեծից գյումրեցին մեր այն տունն որ մեծ չկա դիք տուն չի այո ասում են եթե ես մեմ որ ես ասում եմ ես որ տունը մեծ չկա ավելի լավ է մի հատ մեծ քար բերես տնես տունը իրան մենձի տեղ տնես որ այդ տունը մտնող է այո ճիշտ է շատ արա այսօր էդ էլա ես հիշում եմ արա այսօր մեծ դու փոքրը խառնվել է այսօր մեծ սերունդը վախենում է շփվի փոքր սերունդից որովհետև գիտի որ այդ փոքր սերունդը իրան լպիչ կարող է պատասխանի ասիկա չտայեն պատասխանը որ մեծը չկորցնի իր մեջությունը որովհետև մեկ փոքրին բան անենց են պատասխանում որ գեդին դες մտնում ավելի լավ է չասեկան դա ուրիշ բան է ես կարող եմ մտածել մենք հին մարդ ենք չէ հին չի դրա մեջ թանկ բան կա չէ մենք ծմեր պապի տեսած մարդ դա այն հարաբերություններ որ առանց երախուն դասիրակվելու երախեն տեսնում ու դասիրակվում օրինակի վրա այ իսկ օրինակը ամենակարևոր բանն է երախուն պետք է դասիրակես խաղի միջոցով իսկ այդ հարաբերությունները ինքը ազնիվ խաղեր որ այդ երախեն անդադ մեջ էր չգիտեմ կարող այդ խաղի մեջ լինելով ինքը ավելի շատ էր վերցնում քան մենք որ նստենք դալբի տանենք ուրեմն լսի որ մեծերին տեսնում ես դերով հպտիկալ առաջի օրինակը դու պետք է լինես դու ես առաջին օրինակը այո մեկ էլ ինչ է ուզում ասեի մի հատ շատ լավ բան կարիքա մոտեցել եմ դենայի հա կարող ես էլի հրավիրենք քեզ մեր որտեղ դրա համար մոռանում ես որ դու ես դաս չէ նավարոտ մոտեցել զգացողությունա որ չեմ ուզում գնամ դա ներվայնացնում բանը դա տնկեր ունենք իսկ սենյականոց տուն ուներ փոքր
պետք էր այդ տունը ծախել, բայց նեղվում էր ամեն անգամ։ Արա գիտես քիչ համ ուզում էր ծախել, համ չէր ուզում ծախել, բայց անիմաստ թիվ կրակեց։ Տիպը մի 45-40 տներ ասեց, այն ժամանակ ասեց $80,000։ Եկավ Այդ ո՞ր կլիենտը։ թվի։ Այդ թվերի մոտերն էին 90, Ժամանակ 90, կոպեկներով էին տները։ ինքը տենց էշ բան արեց։ Դերսը որեկան նայեցին ինքը լավ տուն էր, փոքր շատ ույուտնի, մթնոլորտը ատմոսֆերան շատ լավն էր, եկան նայեցին, բաս Լավ ինչ ուրանել ասած, է, ասեց հա։ 80,000 ասեց։ Իսկ առնելու սոխով։ Տես թիվ չկար ապա, տես 80,000 Ազարը 8 հատ տուն կենտրոնում, կառնում հա, էի։ կարող է 3 հատ տուն։ Ասեց դες ինչ ես խոսում, ասեց հələ մի րոպե դուրս ալ։ Հանես պայծեց, թեմի այվանի դուռը խփեց, հարևան ասեց, հա, պրիվետ, ցոտան, ասեց նայես, մոմենտ թողում քեզ արա։ Ասենց հարևանը այդ գինը չարժեն, հա։ Հետո ես հասկացա, որ լավ հարևանը դաժե կարա տանը գինը Բարձրացնի, բաղում։ Արա ես իմ ախպեր արա։ Արա ես իմ Նա էս։ Լևոն Հարությունյան ջան։ ջան, արա։ Բայց դաժե մեկ-մեկ աչելա երբ որ կարողանում ես 3-ով նույն բանի մասին լռել։ Հա, այդ որ ստացվում է, այդ արդեն լավ է։ Էսի շատ թանկ բան է։ Արամել մարդը չես ուզում լռես, որտեվ մեկ-մեկ քո լռությունը պամարիկան թանկ է, վախում ես ճիշտ մարդու հետ չլռես, որ քո լռությունը հարամ չան, բավո ճիշտ մարդկանցով ես Այն նստած։ որ ասում է պետք չեն շատ խոսքեր իրար հասկանալու համար։ Պետք են շատ խոսքեր իրար չհասկանալու համար։ Հիմա այդ երեկով եթե կարողանում ենք ինչ-որ մի բանի մասին լռել, ուրեմն մենք շատ խորը խոսում ենք Իրար ասելու բան ունենք։ իրար ասելու բան ունենք։ Այսպես իրար ասելով էլ ասենք ուրախ նոր տարի գա բոլորիս Այո, համար։ ես իրոք շնորհակալ եմ Լավ, հրավերքի լավ, համար, տղեկ լուրջ եմ ասում ինձ եւ տեղի տերերին իմ կողմից ասեք շնորհակալություն։ Հայկ էստեղ է, շնորհակալություն Հայկ ջան։ Հայկ ջան, մերսի, ասեմ տեղին տեղի, Այո։ մի քիչ կնեղվես, ոչինչ, նեղությունն էլ է մարդու համար։ Ամեն դեպքում շնորհակալություն ես տեղի համար, որտեվ գոնե տեղ կա, որտեղ կարաս գաս ժամանակ շփվես քո անցյալի հետ։ Ժողովուրդ ջան, շնորհավոր ենք մեր Շնորհավոր ժողովրդին։ ենք։ Ամեն դեպքում ձեզ շնորհակալություն հրավերքի համար, ես ուզում եմ, որ մյուս տարի ժամանակ էլի հանդիպենք միտեղ թամամը լինենք, շատ կարևոր է։ Այսօր տեմպո ռիթմը մի քիչ արագացել է։ Ու ամենակարևորը հանդիպելուց հետո իրար ասելու բան ունենք։ Ու եթե դեմքին կնճիր, ուրեմն միայն ժպիտով եւ ուրախության կնճիր։ Այսինքն որ ժպտում ես դեմքդ կնճռում ծիծաղ։ Ես իմ հայ ժողովրդին եմ դիմում, որ հա մի հատ մեծ կարևոր բան են կորցրել, ես համոզված եմ, որ հետ ենք բերելու։ Ես կուզենամ 26 թվին ամբողջ մի տարի մեր հպարտությունը գրկած sense քայլենք ու ցույց տանք պրոստը ինքը այնքան թանկ լինի, որի մասին չուզենաս խոսած, որի հետ ուզենաս ապրես, այդ ամենակարևորն է։ Ուրախ տարի, ամենակարևորը հաղթանակներով լեցուն տարի ու իրար սիրելու տարի։ Շնորհակալություն մեր ընկերոջը Լևոն Հարությունյանին։ Շատ մեծ պատիվ էր։ Մեռնեմ ես ձեզ ջան, սիրում եմ ձեզ, լավ գործ եք անում, շարունակեք, դեմից միշտ է դժվար ա եղել։ Օրեր կլինի որ կասեն չէ, այս անգամ չէ, բայց ինչ որ բան որ երբ որ քո ներսից է ծնվում ամեն օր իր հետ ես, ինքը մի օր գիտես, այսինքն մի հատ պատանի է դառնում։ Ինքը հետո իրան ասում ես դե դու գնա ես կգամ քո հետևից։ Հետո անը դու կարժանանաք եղա։ Այո։ Դե փողնել ինձ տղեկ, ինչ կտակ, գիտեմ ձեր սիրտը մեծ է։ Ես ավարտեք, ես հեսա դուրս գամ։ Ես ինձ ավտար։ Սնոմ Գոդը։ հայրը ոնց է նում։ Շնորհավոր նոր տարի։ Այդպես։